Երբ իշխանությունը սկսում է սիրահարվել ինքը իրեն, պետությունը մնում է առանց ուշադրության։ Այս կառավարության մոտ իրական արդյունքները, համակարգային բարեփոխումները, երկարաժամկետ ռազմավարությունը, անվտանգությունը, տնտեսությունը, սոցիալական արդարությունը բոլորը մղվել են հետին պլան, որովհետև չեն ծառայում առաջնորդի անձնական փառքին։ Որտեղ ղեկավարն իրեն հռչակում է առաջին, պետությունը դառնում է երկրորդական։ Նիկոլի իշխանության հիմքը հիմա ո՞րն է, ժողովրդի քվեն է, չէ, դա չկա։ Վստահությունը դա էլ չկա։ Ցուցանիշները դարձյալ չկան, տակը չկա ոչինչ, ուրեմն չկա լեգիտիմություն։ Բայց պետությունը ես եմ մտածողությունը եւ կառավարությունը ես եմ արտահայտությունը այստեղից է գալիս։ Հիմա վարչապետի աթոռը Նիկոլի համար ինքնահաստատման գործիք է։ Նա համակարգը կախման մեջ է դրել իր ցանկություններից։ Օրենքը, ինստիտուտները եւ հանրային վերահսկողությունը իր համար 0 են։ Ուժեղ առաջնորդը չի պահանջում հարգանք, այլ նրան հարգում են, որովհետև արդյունք է տալիս։ Նման ժամանակ ունեցել ենք ու հիմա չունենք։ Վարչապետ, որը պահանջում է մեծարանք, իրականում վկայում է իր թուլության մասին։ Երբ առաջինը լինելը դառնում է մոլուցք, դա նշանակում է, որ առաջնորդը կորցրել է պետությունը ղեկավարելու կարողությունը, իսկ մեր դեպքում չի էլ ունեցել։ Առաջին համարը լինելը չի նշանակում լավը լինել, առաջինը նաև հերթում կանգնողը, բայց դրանից կառավարիչ չի դառնում։